Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից, եւ այսօր ձեր հետ միասին մենք կվերլուծենք Ուկրաինայի կողմից, իր հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի դեմ անցկացված հատուկ օպերացիայի մասին, որը շատ կարևոր հետևանքներ ունի եւ մենք կփորձենք մի փոքր այլ անկյունից դիտել այդ բոլոր իրադարձությունները եւ վերլուծել ձեր հետ միասին, թե ինչ ռազմավարական նպատակներ ունեն Ուկրաինայի այդ քայլերը եւ ընդհանրապես ինչ իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի հակամարտության առումով, ոչ միայն ռազմական կոմպոնենտի մասին խոսենք, այլ նաեւ աշխարհաքաղաքական կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանությունները, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ես շնորհակալ եմ ձեզ աջակցության համար, բազում աջակցության մեկնաբանություններ եմ տեսնում, դուք կարող եք նաև աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք բուն թեմային, գիտեք, որ օրերս հունիսի 1-ին ուկրաինական SB-ուն հատուկ ծառայությունը ԱԱԾ-ն փաստացի կազմակերպել է շատ կարևոր ռազմական օպերացիա, որը մի քանի կետում Ռուսաստանի շատ հեռավար կետերում նաև Մուրմանսկից սկսած եւ Իրկուտսկից ավարտած, որը կարելի ասել Չինաստանի հետ սահմանի մոտ է, իսկ Մուրմանսկը հյուսիսային ուղղությունի համար է պատասխանատու, հյուսիսային ծովի եւ Նորվեգիայի սահմանի մոտ է, այդտեղ կարողացել է խոցել Ռուսաստանի ուրեմն ռազմավարական ավիացիան։ Դա շատ կարևոր մասն է, որովհետև գիտեք, Ռուսաստանի միջուկային ծրագիրը բաղկացած է 3 գլխավոր կոմպոնենտից։ Դա իհարկե բալիստիկ հրթիռներն են, որոնք կարող են տարբեր ցամաքները խոցել նույնիսկ եւ շատ լուրջ թվերի վրա կարող են հասցնել ատոմային ռումբը, ինչպես նաեւ օդային ուժերի կոմպոնենտում հենց ռազմավարական ավիացիան եւ ծովային ուժերի կոմպոնենտում նաեւ կա այդ միջուկային զենքի ուղղությունը։ Հիմա ռազմավարական ավիացիայի ուղղությունով ինչը Ուկրաինան կարողացավ անել եւ 33-4%-ի մասին է մոտավորապես խոսքը, վիրավորել, խոցել են, մի մասը ուղղակի մասամբ է խոցված, մի մասը ամբողջությամբ, բայց փաստացի 1/3-ը ոչնչացրել է Ուկրաինան եւ դա աննախադեպ զարգացում է, որովհետեւ Ռուսաստանը այնպես էլ չունի այդ ռազմավարական ավիացիայի արտադրանք, պատկերացրեք ինչ վիճակում է գտնվում Ռուսաստանը, որ ինքը այնինչ տասնյակ տարիներ առաջ չէ, ավել 30 տարի է սովետական միություն չկա, 35, փաստացի 50 տարի, 60 տարի առաջ ինչ Ռուսաստանը արտադրում էր, հիմա էլ արտադրել չի կարող, պատկերացրեք իր վիճակը եւ ամբողջ հույսը Ռուսաստանի հիմա կապված է հենց այդ ռազմավարական եղած արդեն հնարավորությունների վրա, որոնք պետք է պատասխանատու լինեն Չինաստանի ուղղության համար, Ասիայի ուղղության համար, Ռուսաստանի, Ամերիկայի հետ, ՆԱՏՕ-ի հետ ուղղությունների համար, Ճապոնիայի, Հարավ Կորեայի, մի խոսքով շատ ուղղություն, ես նկատի ունեմ փաստաթղթային ուղղություններ։ Իրականում իրանք միայն Ուկրաինայի դեմ են պատերազմանում, որովհետև չունի Ռուսաստանը այդ ռեսուրսները։ Ուկրաինական SB-ուն ցույց տվեց, որ կարող է կազմակերպել այնպիսի հատուկ օպերացիա, որի շնորհիվ Ռուսաստանը կարող է ներսից խոցվել եւ խոցվել շատ լուրջ, ի համեմատ Ռուսաստանի գործունեությանը, որը խոցում է քաղաքացիական բնակչությանը, Ուկրաինան ցույց տվեց, որ բարձր աստիճանի մակարդակի կարող է այսպիսի գործողություններ պլանավորել։ Մենք ունենք հանրային տվյալներ, որ Միացյալ Նահանգները սրա մասին չգիտեին, ես ենթադրում եմ, որ կարող է գիտեին նույնիսկ, բայց իհարկե որևէ մեկը սա հանրային չի ասի, որ գիտեին, ընդհանուր առումով արևմուտքը ես կարծում եմ, որ տեղյակ էր, բայց ազդել չէր կարող սրա վրա, որովհետև Ուկրաինան գնալով էլ ավելի սուբյեկտ է դառնում եւ ինքն է որոշում ինչ գործողություններ վարի եւ սրանով ցույց է տալի մի պարզ բան։ Առաջ երթին, որ Ռուսաստանի ցեղասպան քաղաքականությունը ուկրաինացիքի հանդեպ բերել է նրան, որ Ուկրաինան ընկալում է Ռուսաստանը ինչպես թշնամի եւ թշնամի ընդմիշտ։ Եվ դա նշանակում է, որ Ուկրաինան շարունակելու է Ռուսաստանի դեմ քայլերը բոլոր իրավիճակներում, որովհետև ընկալում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում իր գոյությանը։ Հիմա ինչու է ստեղծում սպառնալիք գոյությանը, որովհետև Ռուսաստանը մենք տեսնում ենք, որ ասում է Ուկրաինայի գոյությունն է արդեն խնդիր։ Մենք ձեր հետ խոսել ենք, որ այն տարածքները, որը հիմա Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայում, դա բավարար է այն ծրագրի համար, որը ներառում է Եֆրասիա, ուրեմն ջրանցքը,
եւ Սև ծովի, Ազովի ծովի եւ Կասպիա ծովի կապը եւ ռազմավարական առումով Չինաստանի, Թուրքական միության համար, Ռուսաստանի համար դա բավարար է, այնինչ իրանք գրավել են արդեն, բայց օրերս մենք ունենք տեղեկատվություն, որ Ռուսաստանը պատրաստվում է 10,000 զինվոր ուղարկել Պրեդնիստրովիե, որը Մոլդովայի տարածքն է, գտնվում է Օդեսայից, ուկրաինական Օդեսայից ոչ այնքան հեռու։ Իհարկե, ես կարծում եմ, որ Ուկրաինան եւ Մոլդովան միասնական կգործեն եւ այդտեղ Եվրոպական միության Արևմուտքի դերը նաև շատ ակտիվ կլինի նրանում, որ թույլ չտան Ռուսաստանը կարողանա այդտեղ 10,000 զինվոր ուղարկի, որովհետև դա լինելու է ել ավելի ապակայունացնող իրավիճակ եւ ստեղծելու ել ավելի լուրջ խնդիրներ։ Թիկունքում կարելի է ասել Օդեսայում գտնվող խմբավորմանը ուկրաինական զորքերի, որովհետև գիտեք, որ Խերսոնից այն կողմ են գտնվում ռուսները, Խերսոնում չկան, ուրեմն գետի մյուս ափին են եւ այս դեպքում փաստորեն հայտնվում են թիկունքում, ինչը շատ վտանգավոր է։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ինչ մենք տեսանք։ Մենք տեսանք, որ կարելի է խոսք է գնում մոտավորապես 9-ից 15 միլիարդ դոլարի մասին վնասի մասին։ 9-ից 15 միլիարդ։ Հիմա հարցը նրանում է, որ իրական թիվը իմ պատկերացումով շատ ավելի մեծ է, բայց ինչ նկատի ունեմ իրական թվում։ Այդ ռազմավարական ավիացիան իրոք արժի այդքան 9 միլիարդ, մինչև 15 միլիարդ, բայց դու չես կարող գնալ այսօր եւ որևէ տեղ գնել այդ ավիացիան 9 միլիարդով։ Չկա այդպիսի ավիացիա որևէ տեղ։ Եվ պատճառը սրա այն է, որ արտադրանք չկա էլ։ Միայն Ռուսաստանը վել ճիշտ սովետական միություններ կարող այդպիսի բան արտադրել, հիմա Ռուսաստանը չի կարող։ Եվ հարցը նրանում է, որ փաստորեն իրական վնասը թիվ չունի։ 15 միլիարդից էլ շատ ավել է։ Թիվ չունի, որովհետև Ռուսաստանը չի կարող վերականգնել այն, ինչ կորցրել է։ Եվ դա նշանակում է, որ Ուկրաինան, չգիտեմ, մի քանի միլիոն դոլարանոց երևի այս հատուկ օպերացիայով, որ մի քանի միլիոն, որովհետև FPV դրոներ են կիրառել, 115 դրոնի մասին է խոսքը։ Եվ իհարկե ցանցը հետախուզական, իհարկե այդ տանիքները, որը իրան կառուցել են, այդ մեքենաները, բայց դա հեչ գումարի մասին խոսք չի գնում, հասկանում եք, լուրջ գումարների մասին այդտեղ խոսք չկա։ Հարցը նրանում է, որ Ուկրաինան կարողացել է մի քանի միլիոն դոլարով ամբողջությամբ 33%-ով, 1/3-ով ոչնչացնել ամբողջ ռուսական ռազմավարական ավիացիան, որի դեմ իրականում Արևմուտքը, Ամերիկան եւ Եվրոպական միությունը վախեր ունեն։ Ինչու վախեր, որովհետեւ դա կարա ունենալ միջուկային զենք եւ միջուկային զենքի միջուկային պատերազմի մեջ դա լուրջ հնարավորություններ են։ Նշանակում է սա, որ Ուկրաինան կարողացել է միջուկային զենքի եւ միջուկային պատերազմի գործընթացի ներսում գտնվող ուղղությամբ լուրջ խնդիրներ ստեղծել։ Սա եւս Ռուսաստանի համար եւ սա պարզ է, չէ՞։ Սա նշանակում է, հարգելի հայրենակիցներ, որ փոքր պետությունը, դե Ուկրաինան համեմատ փոքր պետություն է, գերտերություն հաստատ չէ։ Փոքր պետությունը սահմանափակ ռեսուրսներով, որը ունի ռազմավարական ավիացիա, ունի FPV դրոններ, որոնք արժեն էժան, որոնք շատ հեշտ են արտադրվում, եւ Ուկրաինան նույնիսկ արտադրում է, եւ Ուկրաինան կարողացել է իր հետախուզական եւ ուրիշ հնարավորությունների միջոցով թշնամու թիկունքում ստեղծել այնպիսի խնդիրներ եւ մարտահրավերներ, որի հետևանքում փաստորեն թշնամին ունեցել է աննախադեպ կորուստներ։ Սա ես կարծում եմ, իհարկե խոսք է գնում, այս օրերին խոսում են, ասում են, սա կդառնա ուրեմն տարբեր ֆիլմերի մաս երևի եւ այլն, բայց ես կարծում եմ, սա շատ կարեւոր է Հայաստանի համար, որ ուսումնասիրենք։ Եվ ուսումնասիրելու պատճառը այն է, որ փաստորեն ոչ կոնվենցիոնալ, ոչ տրամաբանական ձևերով դու կարող ես վարել պատերազմ։ Հակառակորդդ կարա ունենա շատ թանկագին ձևաչափեր, ակտիվ, կարող է ունենալ լուրջ հնարավորություններ, բայց դու կարող ես խոցել իր այնպիսի ռազմավարական օբյեկտները, այնպիսի էժան հնարավորությունների միջոցով, ինչպիսին են FPV դրոնները կամ ուրիշ ԱԹՍ-ները, եւ սրանով ստեղծես այնպիսի խնդիրներ իրեն, որ
ֆինանսական առումով այդ խնդիրը լինի շատ աննախադեպ։ Հիմա երբ Հայաստանը խոսում է իր անվտանգության խնդիրների մասին, մեր համար պարզ է ով է ձևավորում անվտանգության խնդիր Հայաստանի հետ, ով է ունեցել Հայաստանի հետ պատերազմ, ով է դեռ գտնվում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա, ում հետ կարա վերսկսվել պատերազմ, հատկապես այսպես ասենք մի քանի կարևոր ուղղությունով, որի մասին մենք տեղյակ ենք, որովհետև ցանկությունները Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի այսպես կոչված էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ մենք գիտենք, դա բացահայտ է եւ մենք տեսնում ենք, որ իրենք շարունակում են այդ հարցը երկու ուղղությունով մղել, ինչպես արտաքին, այդպես էլ ներքին, կան մարդիկ աջակցում են Հայաստանի ներսից այդ կետին, 9-րդ կետի ինչ որ տրամաբանությանը, որը հակասում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այդ ուղղությամբ պաշտպանողական գործողությունների համար ոչ միայն պետք է կիրառվեն այն ամրոցները, որի մասին հիմա Հայաստանի բանակում գնում է ոչ միայն խոսակցություն, այլ աշխատանք եւ հանրային է առնվազն այն ինչ գիտենք, որ աշխատանք այդպիսի գնում է։ Ուստի հետաքրքիր է ոչ կոնվենցիոնալ, կարամ ասեմ, ոչ այսպես ասած տրամաբանական, որը չի համապատասխանում այն մոտեցումներին, որոնք ձևավորված են, ստանդարտ չի, ոչ ստանդարտ, այսպես ասեմ, մոտեցումները, հատկապես ուկրաինացիքին էի դիտում եւ հետաքրքիր բան ասացին, որ մենք երիտասարդներին ենք նշանակել, իսկ ռուսների մոտ շատ տարիքով գեներալներ են, որոնք ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների մեջ բան չեն հասկանում։ Եվ դա է հաջողության պատճառը։ Եվ ասեմ ձեզ, որ ռուսական պրոպագանդիստները այս օրերին նաև ասում են, որ արեք ուրեմն հանեք պաշտոններից այդ հնացած գեներալներին եւ երիտասարդներին նշանակենք, ինչպես ուկրաինացիք են արել։ Ես իհարկե չեմ ասում, որ բոլոր գեներալները, ով տարիքով մեծ է, չի հասկանում իրավիճակը կամ չի կարող համապատասխանել նոր զարգացումներին, իհարկե ոչ, բայց կան այդպիսի հաստատ գեներալներ, ով չի զարգացել իր տարիքի աճի զուգահեռ, եւ դա շատ կարեւոր է իհարկե։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ հայկական բանակում նաեւ բարոփոխումների գործընթացի ներսում շատ կարեւոր է կիրառել երիտասարդ նոր սերունդի ներկայացուցիչները տարբեր պաշտոնների վրա, որովհետև դա ցույց է տալի ոչ ստանդարտ որոշումներով, հատկապես բարձր տեխնոլոգիական հնարավորությունները կիրառելով, ոչ պրոպորցիոն նաև հնարավորությունները, որովհետև դե տեսեք մի քանի միլիոն դոլարով, եթե դու կարաս 10 միլիարդ դոլարի հակառակորդիդ այնպիսի հնարավորություններ խոցել, որոնց վերականգնումը հնարավոր չէ, դա դարձնում է պատերազմը քո հետ սարսափելի թանկ։ Հիմա Ռուսաստանը ճանապարհ չունի էլ հետ գնալու, բայց նաև տեսեք, այդպիսի ճանապարհ նաև կա իրականում, որովհետև մի կողմից Ռուսաստանը պատերազմի մեջ արդեն շատ խորն է, բայց մյուս կողմից փորձում է եւ մյուս օրը այդ հարձակումից հունիսի 2-ին տեղի ունեցավ բանակցություններ Ստամբուլում։ Ռուսական կողմը գնաց, չնայած այդ հարձակումի եւ նույնիսկ ասեմ ձեզ, որ հետաքրքիր այն էր, որ ռուսական կողմի պրոպագանդիստները քննադատում էին, ասում էին, թե ինչու եք դուք գնում եւ մասնակցում այս իրավիճակում, պարզ է պատճառը ինչու, որովհետեւ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը ինչքան պատերազմը շարունակվում է, այդքան խոցելի է եւ այդքան այսպիսի խնդիրներ է ունենում։ Եվ այս խնդիրները մենակ Ուկրաինայի հետ ուղղությունով չեն։ Այդ նույն ռազմավարական ավիացիան պատասխանատու է Միացյալ Նահանգների հետ պատերազմի հետ, եթե պատերազմի դեպքում պետք լինի ատոմային ռումբեր կիրառել։ Եվ հիմա չկա 1/3-ը արդեն այդ նույն ավիացիա, ինչը թույլատնում է Ռուսաստանի դիրքերը Միացյալ Նահանգների հետ հնարավոր պատերազմում։ Ուստի հիմա հարցի տակ է դրված Ռուսաստանին արդյոք պետք է ամբողջ Ուկրաինան գրավել, թե բավարարվի այնքանով, ինչքան ունի։ Մյուս կողմից Ռուսաստանը հասկանում է, որ եթե չգրավի ամբողջ Ուկրաինան, ապա 80% Ուկրաինայի դա լինելու է շատ հզոր, ռազմավարական, ռազմատենչ, միլիտարիստ, եւ դա անպայման է, բարձր զարգացում ունեցող, բարձր միլիտարիզացիայի, բարձր պատրաստվածության ազգ, որը լինելու է Ռուսաստանի կոնկրետ դեմ ուղված, որովհետև գիտի թշնամին ով է, եւ պատրաստվելու է նոր պատերազմի, իհարկե, նոր հարձակման Ռուսաստանի,
կամ ազատագրական պատերազմին, բայց կարծում եմ իհարկե առաջերտին հենց նոր հարձակմանը, որտեղ Ռուսաստանն էլ է պատրաստվելու պատերազմի կանգ առման դեպքում նոր պատերազմի։ Ուստի հարգելի հայրենակիցներ, սրանով ստացվում է, որ դու նույնիսկ պատերազմի դեպքում կարող ես այնպիսի քայլեր անել, որ հակառակորդդ մտածի առնվազն նրա մասին, կարող է կանգ առնեմ, կարող է զիջեմ մի բան, որ չունենամ այնպիսի վնաս։ Հատկապես երբ մենք խոսք ենք գնում, գիտեք, տարբեր պետություններ ունեն տարբեր խոցելի տեղեր, եւ այդ խոցելի տեղերը տարբեր կարեւորություն ունեն։ Խոսքին, երբ Ռուսաստանում խոցում են նավթի մշակման վայրեր, ուկրաինացիք ԱԹՍ-ներով, ԱԹՍ-ն $1000-2000 արժի մոտավորապես, չգիտեմ, տարբեր ԱԹՍ-ները, որոնք իրանք կիրառում են։ Երբ խոցում են MPZ-ները, այդպես կոչված, նավթի, ուրեմն, բենզին դարձնելու գործարանները, կարճ ասած, ապա վնասը միլիարդավոր դոլարների է նաև։ Սա ցույց է տալիս, որ դու կարաս ոչ պրոպորցիոն պատերազմ վարել եւ հակառակորդիդ աննախադեպ վնասներ հասցնես եւ սրանով թանկացնես հակառակորդիդ համար պատերազմի ամեն օրը, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ ամեն օր երբ թանկանում է գինը, հակառակորդը մտածում է ավարտեմ պատերազմը, իսկ քո նպատակն է պատերազմը ավարտել կամ հետ մղել հակառակորդին, նայած իրավիճակ, նայած նպատակ, բայց առաջերտին հարձակումը հակառակորդիդ կանխես, ավարտես։ Ուստի կարծում եմ այնինչ ուկրաինական կողմը արեց, ոչ միայն շատ կարևոր է ուկրաինական պատերազմի ուղղությամբ, այլ նաև լուրջ դասեր է պարունակում բոլորի համար եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօրվա մեր այս վերլուծությունը նաև ունի իր կարևորությունը։ Շնորհակալ եմ ուշադրության համար,